Էդուարդը, Աննան և Սեզարը երեքն էլ հայ են, երեքն էլ ցրված են աշխարհով մեկ։ Սակայն երեքն էլ իրենց վավերագրական ֆիլմերում անդրադարձել են հայ մարդու ճակատագրին։ Էդուարդ Համբարձումյանը, ով արդեն բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, Ոսկե ծիրանի հայկական համայնապատկեր մրցույթում այս անգամ ներկայացրել է իր Առնո ֆիլմը։ Ասում է, որ խուսափել է Բաբաջանյանի մասին կենսագրական հերթական ֆիլմ ստեղծելուց։ Եվ ասում են դուք ապրում եք Մոսկվայում, ասում եք ոչ, ես ապրում եմ Երևանում, Մոսկվայի я проживаю, Մոսկվայում ես բնակվում եմ։ Հաճախ երբ հնչում է Առնո Բաբաջանյանի անունը, շատերը միանգամից պատկերացնում են Դավիթ Բեջանյանի Առնոյի խելառ կերպարը։ Երիտասարդ ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը Առնո ֆիլմում Բաբաջանյանին ներկայացրել է բոլորովին այլ տեսանկյունից, պարզապես որպես բարի եւ չափազանց մեծ հումորի տեր մարդ։ Ռուսական արտադրության եւ ռուսերենով լիամետրաժ վավերագրական ֆիլմում այն վայրերն են, որտեղ ապրել է նշանավոր հայ կոմպոզիտորը, ֆիլմ, որտեղ Առնոյի մասին պատմում են որդին եւ ընկերները՝ Արմեն Ջիգարխանյանը, Էդվարդ Միրզոյանը, Իոսիֆ Կոբզոնը, Եվգենի Եվտուշենկոն, Ներսես Հովհաննիսյանը եւ էլի շատերը։ Я Арно видел часто, но ничего, ни нос его, ни его способ разговаривать, смеяться, ничего не было музыкального. Почему он начал музыку писать? Почему он не стал там хирургом? Никто. Для меня это самый странный вопрос. Այս ֆիլմն արդեն ցուցադրվել է ռուսական հեռուստաալիքներով եւ մեծ արձագանք գտել։ Էդուարդ Համբարձումյանի համար լավագույն գնահատականն այն է, որ ֆիլմը դիտելուց հետո կարծիքներ են հնչել, թե սա Առնոյին ճանաչելու բոլորովին այլ տեսանկյուն է։ Աննա Տերյանն անդրադարձել է Սարե նկարչական կեղծանունով հանդես եկող մի հայ կնոջ արվեստին, ով շատերի նման 1990-ականներին լքեց Հայաստանն ու հասավ Միացյալ Նահանգներ։ Այս աշխատանքների հեղինակն այսօր ապրում է աշխարհի 4 երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Հայաստանում։ Կարծում եմ մի մարդու կերպար ցուցադրելով իմ կարծիքն է դա, հատկապես այսպես փոխվող ժամանակաշրջաններ եւ փոխվող երկրների ճանապարհորդության մեջ էլի կարելի է ցույց տալ կերպար, կարելի է ցույց տալ ճակատագիր, կարելի է ցույց տալ հայ։ Աննան վստահ է, որ Սարե կեղծանունով հայ նկարչուհու մասին անհրաժեշտ է պատմել մարդկանց։ Այսօր նա կպատմի, իսկ վաղը Սարեի արտասովոր նկարչության մասին գուցե վկային հայ կերպարվեստի ժամանակակից պատմության էջերը։ Իսկ Սեզար Կանանյանը հայկական ռապսոդիա ֆիլմի համահեղինակներից մեկն է։ Մեզ համար կարևոր էր ազնվորեն ներկայացնել հայկական իրականությունը եւ այն դժվարությունները, որի միջով անցնում է հայ մարդը։ Մեր պատմության հիմքում հայկական երաժշտությունն է։ Անդրադարձել ենք Արտավազդ Փելեշյանի կերպարին, հայկական ցեղասպանությանը, երկրաշարժին։ Կարծում եմ, մեր ֆիլմը Հայաստանը եւս մեկ անգամ բացահայտելու հնարավորություն է։ Ոսկե ծիրանի հայկական համայնապատկեր ծրագրում ներկայացված է աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայ հեղինակների 20-ից ավելի ֆիլմ։ Նարէ Եփրեմյան, Էդգար Սարուխանյան, Ազդարար։